Արմենակ Սարգսի Շամուրադյան, հայ ազգի օպերային երգիչ, տենոր, Կոմիտասյան դպրոցի վառ ներկայացուցիչներից մեկը։ Հայկական կարուզոն ծնվել է 1878 թվականին Մուշ քաղաքում։ ՄՇ հոգևոր թեմի առաջնորդ Ներսես եպիսկոպոսը Շամուրադյանին ուղարկում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ Արմենակի արտակարգ ձայնն ու կատարումը գրավում են Կոմիտասի ուշադրությունը և նա առանձնահատուկ հոգատարություն է ցուցաբերում պատանու հանդեպ։ Խրիմյան հայրիկի միջնորդությամբ ուսումը շարունակում է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Այստեղ նրա երաժշտության ուսուցիչն է լինում Մակարյե Կմալյանը, որի մոտ էլ Արմենակը մշակում է իր ձայնը։ 1904 թվականին Կոմիտաս վարդապետի հորդորով Շամուրադյանը մեկնում է Փարիզ։ 2 տարի պարապելով Պոլինա Վիարդոյի մոտ Արմենակն ընդունվում է Փարիզի կոնսերվատորիա։ 1911 թվականին տեղի է ունենում Շամուրադյանի առաջին բեմելը Գունոյի Ֆաուստ օպերայում Ֆաուստի դերակատարումով, ինչից հետո նա միաբերան համարվում է այդ օրերի Ֆրանսիայի ամենաթովիչ տենորը։ Փարիզի մեծ օպերայում աննախընթաց հաջողություն ունենալուց հետո, թողնելով միջազգային ասպարեզը, Արմենակ Շամուրադյանն ամբողջապես նվիրվում է հայ ժողովրդական և հոգևոր երգին, տարածելով այն ողջ աշխարհով։